Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն են, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Կալանավորումներ ու խուզարկություն, ինչ գործողություններ է իրականացնում իրավապահ համակարգը։ Հայտնի է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածուի անունը, ովքեր են նոր գումարման ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի նոր դեմքերը։ Ստեփան Ասատրյանը դատական գործերի կենտրոնում Հովանավանքի գործի վերաբերյալ դատարանը մայրաթոռի օգտին վճիռ է կայացրել։ Իրանում սկսվել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը, ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ Իրանում է։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանն են խուզարկել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։ Քաղաքագետը քննչական բաժնում է։ Իսկ դատարաններում կայացրել են կալանավորման որոշումներ, դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգվել է։ Պաշտպանները միջնորդել էին փոխել Արմեն Աշոտյանի խափանման միջոցը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արմեն Աշոտյանին ձերբակալել են հունիսի 5-ին, ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մոտ 200 միլիոն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վարույթով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Շթակցնեմ հաշվի առնելով այն, որ գործը համարում ենք հիմնազուրկ, բացարձակ հիմնազուրկ, հույս ունենք, որ այստեղ մենք կստանայինք իսկապես դատական երաշխիքներ, բայց ոնց որ թե մեր հույսը իրականություն չդարձավ։ Ամեն դեպքում կբողոքարկենք և մեկ ամսյա կալանքը վերաքննիչ դատարանում դժվար է, հաճախ չի լինում, որ հասցնում է վերաքննիչ դատարանը դատական ակտ ունենալ, միայն այն դեպքում, երբ շատ արագ է լինում բողոքարկում, ինչպես նախորդ դեպքում, այնպես էլ այս դեպքում հնարավորինս արագ բողոքարկում իրականացնել։ Գնդապետ Էդիկ Մալոյանին դատարանը կալանավորել է 2 ամսով, ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ և կան ձերբակալվածներ։ ABC մեդիայի տեղեկություններով ընտրությունից առաջ Մալոյանին հեռացրել էին Զորամասի հրամանատարի պաշտոնից ու ուղարկել պահեստազոր։ Իսկ Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանավորված։ Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանն ասել է, որ պաշտպանության կողմը բողոք է ներկայացնելու վերաքննիչ դատարան։ Հիշեցնեմ, Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի փողերի լվացման հոդվածներով։ Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը բավարարել է դատախազի ներկայացրած միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ։ Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Այս ինչ որ արվեց, այսինքն դատանը բավարարեց դատախազի միջնորդությունը եւ կիրառեց խափամիջոցը գրավը փոխարինեց, խափամիջոցը կիրառեց կալանք։ Այս առումով ինչ տեղի ունեցավ։ Հիմա սրանից հետո երկար ժամանակ այս դատական նիստերը կոլապսի մեջ են լինելու, որովհետեւ չի կարողանալու բնական ընթացք ապահովել, որովհետեւ անձինք հետախուզման մեջ են, կալանքա կիրառված։ Հիմա պատկերացեք, ասենք վաղ ուզում են ներկայանալ։ Վաղը, եթե ուզում են ներկայանալ առողջական վիճակը կարգավորվում է, պետք է այլ երկրում, որտեղ որ գտնվում են, նրանց օրինակ կալանավորեն, էքստրադիցիայի հարց բարձրացնեն, որը որ պրակտիկայի համաձայն 6-ից 8 ամիս է տևում այս էքստրադիցիան, այսինքն արհեստականորեն ստեղծեցին մի իրավիճակ, որ այս դատական նիստերի բնական ընթացքը խանգարվի եւ նիստեր տեղի չունենային։ Այս գործողությունների ընթացքում Փաշինյանը հանդես է եկել ճեպազրույցով։ Նա խոսել է իրավապահ համակարգի գործողությունների մասին։ Հայտարարել է, որ ժողովուրդն իրեն ուղիղ հրահանգ է տվել, ինքն էլ դա փոխանցում է պետական ինստիտուտներին։ Չի կարող լինի օլիգարխիական դատական համակարգ Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն օր ես դրա դեմ պայքարելու եմ, ամեն օր բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով։
Մի ով ոնց ուզում է գնահատի ասել եմ Ռոբերտ Քոչարյան պետք է նստի։ Ինչ եմ ասում, որովհետև ժողովուրդն էլ ինձ ասել, մի հատ էլ մանդատ էլ տվել է։ Շնորհակալություն։ Ինչ եք ուզում, չեմ հասկանում։ Պարոն վարչապետ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայան առավոտ այստեղ Ռոբերտ Քոչյանը չէ, էլի Սերժ Սարգսյանը, որը հետո ասում եմ, այս մեկի անունը չտվի, Սյադուտ վսի։ Զուգահեռ քաղաքացիական պայմանագրի ներսում վերադասավորումներ են տեղի ունենում։ Նոր գումարման ազգային ժողովում խմբակցությանը կտեսնենք նոր կազմով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում Արուսյակ Մանավազյանն ընտրվել է քաղաքացիական պայմանագրի խմբակցության ղեկավարի թեկնածու։ Հիշեցնեմ, որ այս պաշտոնի համար առաջադրվել էր նաև Արթուր Հովհաննիսյանը։ Օրեր առաջ կուսակցության վարչության քննարկման եւ փակ գաղտնի քվեարկությամբ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուներ էին ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Փակ գաղտնի քվեարկություն ա եղել, քննարկում ա եղել։ Բայց պարոն Փաշինյան, ասում են այդ արդյունքների վրա ամեն դեպքում ազդեցություն է ունենում հենց ձեր որոշումը։ Բացառված է, ես որևէ տեխնացիան վերաբերյալ, որևէ կարծիք, որևէ տեղ չեմ հայտնել։ Քննարկումներն էլ չեմ մասնակցել, լսողի դերում եմ եղել։ վարչապետն Այսինքն ոչ անձնական, ոչ կոնֆիդենցիալ, ոչ քննարկման ընթացքում որևէ տեխնացուի վերաբերյալ որևէ կարծիք չեմ հայտնել։ Փոխարենը Փաշինյանն իր կարծիքն է հայտնել Ալեն Սիմոնյանի ազգային ժողովից հեռանալու հայտարարության վերաբերյալ։ Նրա խոսքով իրադրությունն իր համար նոր է եւ նոր պետք է իր դիրքորոշումը ձևավորի։ Ես նախապես չեմ պլանավորել, որ պարոն Սիմոնյանը չի լինելու ազգային ժողովի նախագահ կամ չի լինելու ազգային ժողովի падգամավոր, դա նոր իրավիճակ է, կքննարկենք, հասկանանք։ Որևէ առաջարկ ունեք, մտածում եք որտեղ։ Չեմ, ես էլ եմ ասում, ես այդ իրադրությանը պատրաստված չեմ եղել։ Եթե ես հիմա առաջարկ ունենայի, կնշանակեր, որ ես այն գլխից պատրաստվել եմ, պլանավորել եմ, դասավորել եմ։ Հիշեցնեմ, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ հեռանում է խորհրդարանից, չի պատրաստվում վերցնել մանդատը, բայց շարունակելու է ակտիվ քաղաքական գործիչ լինել, քաղաքականության էջը չի փակում։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն էլ հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Հայտարարության համաձայն հրաժարականի որոշման վրա ազդել են վերջին շրջանում իր անձի շուրջ ձևավորված անհիմն մեղադրանքներն ու արհեստական քննարկումները, որոնք նրա գնահատմամբ կարող էին վնասել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներին եւ ազգային ժողովի հեղինակությանը։ Հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախի, արցախահայության իրավունքների պաշտպանության կամ ազգային պայքարից, շարունակելու եմ ծառայել այդ նպատակներին նաև պաշտոնից դուրս։ Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի դեռ կա իր հայրենիքի նկատմամբ իրավունք ունեցող ժողովուրդ, քանի դեռ կա վերադարձի պահանջ եւ քանի դեռ մեր զոհված հերոսների հիշատակը մեզ պարտավորեցնում է չհանձնվել։ Համոզված եմ, որ ազգային ժողովը եւ բոլոր պետական կառույցները կշարունակեն իրենց գործունեությունը անսասան մնալով մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ ազգային նպատակների իրագործման ճանապարհին։ Եկեղեցու շուրջ ամիսներ շարունակվող հակամարտությունն աստիճանաբար տեղափոխվել է դատարաններ։ Մի քանի փոխկապակցված դատական գործերի ֆոնին հրապարակվել է առաջին կարևոր որոշումներից մեկը, որը վերաբերում է ոչ միայն կոնկրետ վեճին, այլև պետական մարմինների գործողություններին։ Ինչ որոշում է կայացրել դատարանը եւ ինչ փուլում են մնացած դատական գործընթացները, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Մայրաթոռը դատարանում հաղթել է ոստիկանությանը, վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը։ Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովանավանքին, որտեղ կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան ավանդատուն եւ ատյան մուտք գործելու եւ ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի համար եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը, պահանջելով կանխել ներխուժումը եւ իրականացնել վտարման գործողություններ։ Ոստիկանությունը սակայն չէր միջամտել, որի հետևանքով արդեն 1 տարի է Հովանավանքում հոգևոր ծառայություն է իրականացնում կարգալույց Ստեփան Ասատրյանը։ Քանի որ մենք դիմել ենք ոստիկանությանը, որպեսզի իրենք վտարեն, արտադատական նման ընթացակարգ կա, եւ ոստիկանությունը անգործություն է դրսևորել, մենք դիմել էինք ընդեն ոստիկանության։ Սա առանձին գործ էր ոստիկանության անգործության առումով։
Ասատրյանը նախ խոչընդոտել է մյուս հոգևորականի մուտքը վանք, ապա փոխել վանքի դռների կողպեքներն ու հրաժարվել է դուրս գալ այն բնակարանից, որը նրան տրամադրել էր կաթողիկոսը հոգևոր ծառայությունը Հովանավանքում անցնելու համար։ Լսել ենք, չենք ընդունում, ոչ մի բանի պարտավորություններ չունենք։ Պետք է նաև ինձ բոլոր ձեր քահանայական պարտականությունները, որ Քահանայական պարտականություն, ես հիմա էլ քահանա եմ։ Ստեփան Ասատրյանի դեմ եւս 3 այլ գործեր կան դատարաններում։ Դրանցից մեկը քրեական է, որով վերջինս ունի մեղադրյալի կարգավիճակ։ Առաջին ատյանի դատարանը դեռ քննում է Մայրաթորի մյուս հայցն ընդդեմ Ասատրյանի, որով Մայրաթորը պահանջում է վտարել վերջինից վանքից ու բնակարանից։ Նրան վտարելու հայցերը դեռևս առաջին ատյանում են։ Ավելին ասեմ, Ստեփան Ասատրյանի դեմ նաև քրեական հայց կա ներկայացված։ Ինքը հիմա մեղադրել է ճանաչված Հովանավանքի օգտագործմամբ Մայրաթորի վնաս հասցնելու մեղադրանքով։ Ներքին գործերի նախարարությունից չմեկնաբանեցին դատարանի վճիռն ու հորդորեցին գրավոր հարցմամբ դիմել։ Միաժամանակ Միքայել arczepiskopos Աջապահյանի կողմից Ստեփան Ասատրյանի դեմ առանձին զրպարտության գործով դատարանը ապացուցման բեռը դրել է Ասատրյանի վրա, քանի որ վերջինս հանրային հարցազրույցում կուսակրոն հոգևորականին վարկաբեկող տեղեկություններ էր հրապարակել։ Ինքը Ստեփան Ասատրյանն անպատասխան է թողել մեր զանգերը, ամեն բան սկսվեց, երբ նախորդ տարի վերջինս կաթողիկոսի դեմ գրառում արեց, ապա միացավ Փաշինյանի եկեղեցու դեմ արշավին։ Ստեփան Ասատրյանը կարգալույծ արվեց հակաեկեղեցական արշավի մաս լինելու համար, սակայն դուրս չեկավ վանքից, մինչ օրս շարունակում է այնտեղ ծիսակարգեր ու պատարակներ մատուցել։ Մայրաթորն էլ հայտարարել էր, որ վանքը կրկին օծելու անհրաժեշտություն կա եւ որ Ստեփան Ասատրյանի մատուցած ծեսերն ու պատարակներն օրինական ու հոգեվոր չեն, ինչպես նաեւ անընդունելի են եկեղեցու համար։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանում սկսվել է Ալի Խամենեի հուղարկավորության արարողությունը։ Խամենեի մարմինը տեղափոխել են հրաժեշտի արարողության վայր։ Թեհրան են տեղափոխել նաև Խամենեի թորնուհու Զահրայի մարմինը։ Տարբեր երկրների քաղաքական, կրոնական եւ ակադեմիական գործիչները հարգանքի տուրք են մատուցում։ Այաթոլլա Ալի Խամենեի հիշատակին նրանց թվում է նաև Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գրիգոր arczepiskopos Չիֆտյանը։ Հրաժեշտի մեծ արարողությունը տեղի կունենա Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքներում, այն կտևի մինչև հուլիսի 9-ը։ Իրանի իշխանությունը սպասում է 100 երկրի ներկայացուցիչների ժամանմանը հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ Մեր նկարահանող խումբը Թեհրանում է եւ առաջիկա օրերին լինելու է այնտեղ լուսաբանելու նախկին գերագույն հոգեվոր առաջնորդի հրաժեշտի արարողությունը։ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներն էլ կարծում են, որ Իսրայելը կարող էր ծրագրել կազմել Իրանի բանակցողների սպանության համար, մասնավորապես Աբբաս Արաղչի եւ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի։ Պակիստանից Իրան ճանապարհին Իրանի անվտանգության ծառայությունները պարզել են, որ Իսրայելը մտադիր է հարձակվել այն ինքնաթիռի վրա, որում գտնվում էր Ղալիբաֆը։ Դրա համար Իրաքից Իրանի օդային տարածք է մտել 2 իսրայելական կործանիչ։ Այդ կապակցությամբ Ղալիբաֆին տեղափոխող օդանավը վայրեջք է կատարել մոտակա օդանավակայանում եւ բանակցողների թիմը Թեհրան հասել է ցամաքային ճանապարհով։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Ռուսաստանի զանգվածային հարձակման ժամանակ Կիևի 52500 բնակիչ, այդ թվում 4500 երեխա գիշերել է մետրոյի կայարաններում, հայտնել են Կիևի իշխանությունները։ Եթե մեր գործընկերները ժամանակին կատարեին իրենց խոստացածը, մենք այսօր կարող էինք փրկել տներ եւ կյանքեր։ Սա լուրջ խնդիր է, անդրադառնալով Ռուսաստանի զանգվածային հարձակմանն, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ ՆԱՏՕ-ի վրա ամենաշատ ծախսողը, բայց օգուտ չստացողը Միացյալ Նահանգներն է, Truth Social-ում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ն ներկայում ավելի շատ է ծախսում ՆԱՏՕ-ի վրա, քան որևէ այլ երկիր նրանց իսկ պաշտպանության համար, բայց ոչ մի օգուտ չի ստանում, գրել է ամերիկացի առաջնորդը, մեջբերելով տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները 2014-ից 25 թվականներին ՆԱՏՕ-ի վրա ծախսել է $999 միլիարդ։ Այս հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից օրեր առաջ, այն տեղի կունենա հուլիսի 7-ից 8-ը Անկարայում։ Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է արգելել այն կանանց մուտքը երկիր, որոնք ցանկանում են Միացյալ Նահանգներ մեկնել հղիության ուշ շրջանում։
Նշվում է, որ Թրամփի վարչակազմը խիստ մոտեցում կցուցաբերի այսպես կոչված ծննդաբերական туриզմի հարցում, որի նպատակն ԱՄՆ քաղաքացի երեխա ունենալն է։ Հիշեցնենք, որ Գերագույն դատարանը չեղյալ է համարել նախագահ Թրամփի գործադիր հրամանագիրը, որը փորձում էր արգելել այդ երեխաների քաղաքացիության ճանաչումը։ Թրամփն էլ դիմել է կոնգրեսին, խնդրելով ուսումնասիրել որոշումը շրջանցելու ուղիները։ Վրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվել է ռուսական նավթի վերամշակումից, մասնավորապես Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ամբողջությամբ կդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։ Սիրիան մերժում է Լիբանանի դեմ Իսրայելի բոլոր հարձակումները։ Մենք նաև մերժում ենք վերջին շրջանում լիբանանցի ժողովրդի տեղահանությունները։ Սա մեր անսասան դիրքորոշումն է եւ մենք հավատարիմ ենք մնում դրան, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանին։ Պատիժ կորեական ձևով ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարից Հարավային Կորեայի դուրս մնալու պատճառով գլխավոր մարզչին սեփական երկրում թույլ չեն տալիս օգտվել խանութներից եւ ռեստորաններից։ Եվ սա էլ դեռ ամենը չէ։ Առցանց հարթակներում տարածվում են սպառնալիք պարունակող գրառումներ, այդ թվում Հոն Մյոն Բոնի սպանության կոչեր։ Նշենք, որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից եւ Մեքսիկայից կրած երկու պարտություններից հետո Հարավային Կորեան A խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, չնայած մրցաշարի մեկնարկային խաղում հաղթել էր Չեխիային։ Չինաստանում շոկի դեմ պայքարում են ջուր ցողող երկնաքերերի միջոցով։ Նորարարական այս լուծման համաձայն բնակելի համալիրի շենքերի տանիքներից ջուր է ցողվում րոպեների ընթացքում օդի ջերմաստիճանն իջեցնելով 5-ից 8 աստիճանով։ Եվ վերջում համերգ օդում ռուս երգիչներ Լեոնիդ Ագուտինն ու Վլադիմիր Պրիսնիկովը կնոջ հետ համերգ են տվել ինքնաթիռում եւ երգել Մոսկվա-Սոչի չվերթի ուղևորների համար։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այն ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, կհանդիպենք առայժմ։